Ընտրակեղծիքների դեմ պայքարը բարդանում է, կառուցողական ընդդիմության ժամանակներն անցել են, սարիթաղցիները իշխանության ձեռքին պատանդ են։ Հանքարդյունաբերությունը սպառնում է Արարատ քաղաքի երեխաների առողջությանը։ Բարի երեկո, եթերում Press Review-ն է, ես Արմինե Գեղամյանն եմ։ Realpolitik կայքը տեղեկացնում է, որ Policy Forum Armenia անկախ վերլուծական կազմակերպությունը հրատարակել է հատուկ զեկույց Հայաստանում 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, որում բերված են ապացույցներ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ համակարգված ընտրակեղծիքների վերաբերյալ։ Զեկույցում ներկայացված է մանրամասն վիճակագրական վերլուծություն, որը ցույց է տալիս, որ հանրաքվեի ընթացքը խեղված է եղել եւ արդյունքները չեն արտահայտում Հայաստանի քաղաքացիների կամքը։ Զեկույցը ծառայում է որպես հիշեցում, թե ինչ աստիճանի ու որքան զարգացած են Հայաստանում ընտրակեղծիքների մեխանիզմները, այն նաև զգուշացնում է, որ շատ ավելի հզոր դիտորդական եւ քվեների վերահաշվարկման ջանքեր են պահանջվում իշխող վարչախմբի ընտրակեղծիքի մեքենայի ու կանխորոշված արդյունքների վրա որևէ կերպ ազդելու համար։ Մինչ Հայաստանը ներկայանում է որպես ընտրական ժողովրդավարություն, վերջին քառորդ դարի իրադարձությունները ապացուցում են, որ կառավարման փոփոխություններ մտցնելու ընդունված քաղաքական մեխանիզմները Հայաստանում չեն գործում։ Ընտրությունները պարզապես դարձել են գործիք ավտորիտար իշխանությունների համար, լեգիտիմացնելու իրենց իշխանությունը։ Այս առումով Policy Forum Armenian ողջունում է ԱՄՆ դեսպանատան կողմից վերջերս Երևանում արված հայտարարությունը, ըստ որի Հայաստանում ընտրակեղծիքի առկայությունը քաղաքական կամքի հարց է։ Այս տարվա հուլիսյան իրադարձություններից հետո Հայաստանում ընդդիմություն լինելու համար մղվող պայքարն ավարտվեց, գրում է Նարինե Մկրտչյանը հրապարակ կայքում։ Նա իր հոդվածը վերնագրել է քաղաքական տերևաթափ եւ ընդգծել, որ հուլիսյան քաղաքական ճգնաժամը ցուցադրեց, որ Հայաստանի արատավոր քաղաքական համակարգի եւ դրա միջնադարյան պահապանների գոյության պայմաններում անլուրջ է լինել կառուցողական ընդդիմություն, անհրաժեշտ է պայքարել բացառապես որպես արմատական ընդդիմություն։ Եվ թեպետ Հայաստանում արմատական ընդդիմության ձևավորման հանրային մեծ պահանջ կա, սակայն կուսակցություններում դրա համար ոչ միայն քաղաքական ներուժ, այլև պարզ ձգտում չկա։ 2017 թվականի ներհայաստանյան գործընթացների առանցքը դառնալու է պայքարը ոչ թե արմատական փոփոխությունների ամբողջական իշխանափոխության համար, այլև հանուն падգամավորական այն մի քանի մանդատների, որոնք միացյալ կամ անջատ ոչ իշխանական հատվածին կշնորհի նորին մեծություն իշխանությունը։ Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Հայաստանում սկսել է քաղաքական մեծ տերևաթափը, ընտրական քամին վերջնականապես տերևազուրկ կանի մերկացնելով Հայաստանի քաղաքական անպտուղ ծառը։ Սարիթաղի բնակիչներից 9 շարունակում են մնալ անազատության մեջ, նրանց բոլորի մեղադրանքը նույնն է 2016 թվականի հուլիսի 19-ին Խորենացու փողոցում եւ հարակից տարածքներում տեղի ունեցած անկարգություններին մասնակցելը եւ մի խումբ անձանց հետ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելը։ Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը վստահեցնում է, որ իր պաշտպանյալներից որևէ մեկի մեղադրականում նշված չէ, թե կոնկրետ ինչ են արել այս մարդիկ, նրանցից որ մեկը ում նկատմամբ է բռնություն կատարել եւ ինչպես։ Հանիրավի ձերբակալված են ոչ միայն սարիթաղցիները, այլև Սասնա ծռերին հաց տանող Արթուր Սարգսյանը։ Իշխանությունները օրեր առաջ 2 ամսով երկարաձգեցին Արթուրի կալանքի ժամկետը։ Սյուզան Սիմոնյանը հրապարակում գրում է. Սասնա ծռերն ու զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող մի քանի սարիթաղցիներն ու նրանց հարազատները մենակ մնացին իրենց նեղ օրերի մեջ։ Հանրությունը սառեց, իսկ իշխանությունը ռևանշի անցավ։ Մինչև օրս անհասկանալի է, թե ինչու են հաց բերողին Արթուր Սարգսյանին մեղադրում պատանդ վերցնելու եւ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահել եւ փոխադրելու համար, այն դեպքում, երբ նա ընդամենը հաց էր տարել։ Հայաստանի ամերիկյան համալսարանի պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը մոնիտորինգ է իրականացրել Արարատ քաղաքի 3 մանկապարտեզներում, 4 հիմնական դպրոցներում եւ 1 միջնակարգ դպրոցում, որտեղ հաճախում է 2347 երեխա եւ եզրակացրել, որ Արարատ քաղաքի հողի նմուշներում հայտնաբերվել են արմենիումի, պղնձի, կապարի բավականին բարձր կոնցենտրատներ, որոնք գերազանցում են Հայաստանի Հանրապետության հողի ստանդարտը։
Հետքում Գագիկ Աղաբալյանը գրում է. Արարատ քաղաքը համարվում է Հայաստանի արդյունաբերական կենտրոններից մեկը, քաղաքում գործում է խոշոր ցեմենտի գործարան։ Արարատ ցեմենտը, որի գործունեությունը էականորեն ավելացնում է փոշու պարունակությունը։ Արարատ քաղաքի օդում ցեմենտի գործարանի հարևանությամբ է գտնվում Արարատի ոսկու վերամշակման գործարանը Գեոպրոմայնինգը, որը ոսկի է կորզում Սոտքի հանքավայրից։ Ոսկին կորզվում է ցիանիդի նիտրատով քիմիական գործընթացում, որից առաջացած մածուցիկ զանգվածը թունավոր է, ռադիոակտիվ եւ պարունակում է մի շարք ծանր մետաղներ՝ կապար, արսեն, քրոմ, սնդիկ եւ այլն։ Արարատի ոսկու վերամշակման գործարանի պոչամբարի ծավալը 12 միլիոն խորանարդ մետր է, որից 10 միլիոն խորանարդ մետրը 2012 թվականի դրությամբ արդեն իսկ լցված է։ Տարբեր ուսումնասիրություններ վկայում են Արարատ համայնքի օդի աղտոտվածության բնապահպանական խնդրի մասին։ Իսկ 2003-2006 թվականների ընթացքում լրատվամիջոցները հաղորդել են գործարանում ամենաքիչը 10 պատահարի մասին, որոնց պատճառով ցիանիդի մածուցիկ հեղուկը տարածվել է հարևանությամբ գտնվող գյուղատնտեսական հողերի, ձկնաբուծարանների, տարածքների վրա։ Իդեպ, քաղաքի էկոլոգիական վիճակը չի խանգարում, որպեսզի քաղաքային իշխանությունները յուրաքանչյուր տարի կազմակերպեն հանքագործի եւ մետալուրգի օր եւ այն նշեն մեծ շուքով, վերջում էլ հրավառությամբ։ Լուսանկարում 2014 թվականի հուլիսի 14-ին արարատցիները քաղաքապետ Հայկ Հայկյանի Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլնիկի գլխավորությամբ նշում են հանքագործի եւ մետալուրգի օրը։ Եվ ցավալին այն է, որ այս անհոգ եւ անտարբեր վերաբերմունքը միայն Արարատ համայնքին չէ, որ վերաբերում է։ Բնապահպանները վաղուց ահազանգում են, որ եթե կառավարությունը շարունակի իր անխնա եւ բարբարոս քաղաքականությունը հանքարդյունաբերության ոլորտում, ապա շատ շուտով Հայաստանը կանգնելու է լրջագույն խնդիրների առջև, ինչը դառնալու է ոչ միայն շարքային քաղաքացիների, այլև իշխանավորների եւ նրանց ընտանիքների կյանքի սպառնալիք։ Ցտեսություն։